Ողջույն սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք ընթերցել եւ մեկնաբանել մեր ժողովրդական ասացվածքները եւ առածները։ Եվ արձանագրված բանահյուսության մեջ ամենավաղ վկայված ասացվածքը հետեւյալն է. լավ է կույր աչոք, քան կույր մտոք։ Ձեզ հայտնի կլինի Եղեշե պատմիչի Վարդանանց պատերազմի պատմության այն կարևորագույն դրվագը, երբ որ մեր նախարարները պիտի ընտրություն անեին քրիստոնեության եւ հեթանոսության կամ զրադաշտականության միջև եւ ընտրեցին լինել տեսնող ճշմարտության։ Եվ իսկապես, երբ որ բացում ենք ավետարանական դրվագները, տեսնում ենք, որ նոր կտակարանում Հիսուսը գործում էր բազմաթիվ հրաշքներ եւ նշաններ։ Երևի թե հազարավոր վկայություններ կային, թե ինչպես էր Տերը բժշկում, բայց ավետարանիչները արձանագրել էին շատ քիչ քանակով բժշկություններ եւ որոնք նաեւ կրկնվում էին տարբեր համատես ավետարաններում եւ բոլոր այն դրվագները, երբ որ Տերը բժշկում էր մարդկանց այս կամ այն մարմնական առատ, մեր սուրբ հայրերը, մեկնիչները դիտարկում են նաեւ որպես հոգեվոր բժշկություն։ Այսինքն, եթե Տերը բժշկում էր մարդու կորությունը, խոսքը նաև հոգևոր կորության մասին էր, կամ համր լինելը, կամ անդամալույս լինելը, այդ բոլորը կարծես թե մարմնավորում են մարդկանց մարմնական եւ հոգևոր առատները։ Իրականում յուրաքանչյուր բժշկված մարդ նաև մարմնավորում էր հոգևոր բժշկության այս կամ այն դրվագը։ Եվ որոնցից ամենից շատ տարածվածը հենց հոգևոր կորության եւ հոգևոր բժշկության դրվագներ են, որոնք մենք տեսնում ենք թե հին, թե նոր կտակարաններում։ Երբեմն մարդը երկար ժամանակ ապրում է այն զգացողությամբ եւ մտքով, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է։ Նա կարողանում է կերտել իր առօրյան, հասնել այս կամ այն նպատակների, բայց գալիս են կյանքի որոշակի բեկումային պահեր, երբ որ փլուզվում են իր երազանքները, հարաբերությունները, մեծ խնդիրներ են առաջանում եւ մարդը մի պահ հասկանում է, որ այն ինչ որ նա անում էր իրականում այդպես էլ ճիշտ չէր։ Նա հասկանում էր, որ նա իրապես չէր տեսնում այն կյանքի ամբողջապատկերը, որը պիտի տեսներ։ Եվ հատկապես դա վերաբերվում է հոգևոր կյանքին, որովհետև այն ինչ որ կատարվում է մեր կյանքում եւ իրականության մեջ, դա մեր հոգևոր կյանքի արտապատկերումն է։ Եվ կա տարբերություն նայելու եւ տեսնելու միջև, լսելու եւ հասկանալու միջև։ Եվ դեռ հնագույն ժամանակներից տարբեր լեզուներում տեսնել բայը նաև հասկացվում էր որպես ըմբռնելու կարողություն։ Եվ երբ որ մարդը ինչ-որ բան չէր կարողանում հասկանալ, այն ասում է դու չես տեսնում այս իրականությունը կամ այս կամ այն ճշմարտությունը։ Եվ իհարկե ցավը, երբ որ մարդը ունի ֆիզիկական տեսողություն, դա դժբախտություն է, իր կյանքը սահմանափակված է, իր աշխարհայացքը, իր պատկերացումները շատ նեղ են։ Նա կողքից է հասկանում, հուշումներով է առաջնորդվում շատ հաճախ, բայց շատ ավելի մեծ դժբախտություն է հոգևոր կորությունը։ Հին կտակարանի մարգարեները ցավով էին խոսում այդ մասին։ Եսայի մարգարեն իր գրքում հնչեցնում է Տիրոջ ուղղակի խոսքը իր ժողովրդին։ 6-րդ գլխում նա ասում է. գնա եւ հայտնիր այդ ժողովրդին։ Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք, քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերներ փակել են, որպեսզի չլինի, թե երբևէ աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն, սրտով իմանան եւ դարձի գան։ Այս պատկերը, որը հնչում է դարերի խորքից, շատ հաճախ հանդիպում է մարգարեական գրականության մեջ։ Երեմիա մարգարեն հստակ բնորոշում է դա ասելով, որ աչքեր ունեն եւ չեն տեսնում, ականջներ ունեն եւ չեն լսում։ Դա Երեմիա մարգարեի գրքի 5-րդ գլխում ենք տեսնում։ Նոր կտակարանում այս թեման ել ավելի է սրվում։ Քրիստոս հոգևոր կորություն ուղղակիորեն անվանում է
հասարակական վտանգ, որը վերաբերում է ոչ միայն անհատական հոգևոր կյանքի, այլ նաև ժողովրդի եւ հասարակության հոգևոր կործանման։ Եվ նա իր դատապարտական խոսքը ուղղում է ժողովրդի առաջնորդներին, ասելով. Թողեք նրանց, կույրերն կույրերի առաջնորդ, երբ կույրը կույրին է առաջնորդում, սխալվում է եւ երկուսն էլ փոստն են ընկնում։ Պողոս առաքյալը Կորինթացին գրված նամակում նաև ավելացնում է այն, որ այս աշխարհի Աստված, այսինքն այս աշխարհի հեթանոսական պատկերացումով Աստվածը չարը կուրացրեց անհավատների միտքը։ Եվ սա արդեն ճշգրիտ սահմանում է մտքի կորություն։ Եվ երբ որ այդ մտքի կորությունը ունի ոչ միայն մեկ անձ, այլ նաև այն անձին, ովքեր պատասխանատու են ժողովրդի կորության համար, այստեղ վտանգը բազմապատկվում է։ Կույրերի առաջնորդները առաջնորդում են իրենց դեպի անորոշություն, որտեղ որ կան շատ մեծ վտանգներ։ Եվ Սուրբ Գիրքը մեզ չի թողնում միայն այս իրավիճակում։ Նա ոչ միայն ախտորոշում է խնդիրը, թե անհատի, թե ժողովրդի առաջնորդների պարագայում, տալիս է նաև այդ խնդրի լուծումը։ Դավիթ մարգարեն իր Սաղմոսած գրքում ասում է. «Բաց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի սքանչելիքները»։ Եվ սա առաջին քայլն է, երբ որ դու ընդունում ես այն, որ դու կույր ես եւ խնդրում ես Աստծուն, որպեսզի նա բացի քո հոգեվոր աչքերը, որպեսզի դու հասկանաս կյանքի իրականությունը եւ ճշմարտությունը։ Եվ մեր Սուրբ Եկեղեցու ամբողջ պատմական ընթացքը եւ ներկա առաքելությունը կարելի է բնորոշել հենց այդ տեսանկյունից։ Մեր ժողովրդին հոգեվոր կուրությունից դեպի աստվածային լույսի եւ ճշմարտության տեսողություն առաջնորդություն, հեթանոսական խավարից դեպի քրիստոնեական լույսի ճշմարտություն, սեփական կարծիքների բազմազանությունից եւ բաժանումներից դեպի հավաքական գիտակցություն եւ վերջը խավարից դեպի Քրիստոսի լույսը։ Եվ դարերի խորքից մեր նախնիների խոսքը մեզ հրավիրում է խորելում մեր հոգևոր կյանքի եւ հոգևոր կորության մասին։ Մեր նախնիները հաճախ ասում են. լավ է լինել կույր աչոք, քան կույր մտոք, որովհետեւ հնարավոր է փրկվել, եթե մարդը ունի ֆիզիկական արատ, հնարավոր է հասնել երկնքի արքայության, բայց անհնար է հասնել կյանքի փրկության եւ ճանապարհին, եթե դու չունես հոգևոր տեսողություն եւ չես ճանաչում ճշմարտությունը։ Եվ մեր Տերը տալիս է մեզ հստակ ուղերձ եւ պատգամ, ասելով, որ ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, խավարի մեջ չի քայլի։ Ճանաչենք մեր լեզուն, բացահայտելու համար մեր ինքնությունը։